Հայաստան-Վրաստան ռազմավարական տարում փոխայցերը շարունակվում են։ Այս անգամ Թբիլիսիում է Հայաստանի Հանրապետության նախագահը։ Դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի ունեցել Օրբելյանի պալատում։ Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Քննարկել են Վրաստանի եւ Հայաստանի միջև երկկողմ հարաբերություններ եւ տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարներ։ Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը Վրաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության աջակցության համար, ինչպես նշել է Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպման ժամանակ, Վրաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Վրաստանը նույնպես վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանը եւ պատրաստ է շարունակել իր ներդրումը ունենալ անհրաժեշտության դեպքում։ Հանդիպումը տեղի ունեցել նախագահական պալատում։ Վրաստան-Եվրամիություն մարդու իրավունքների շուրջ երկխոսությունը, որը կողմերի միջև համաձայնությամբ նախատեսված էր 2025 թվականի նոյեմբերի 21-ին Բրյուսելում, հետաձգվեց Եվրամիության որոշմամբ հանդիպումից մի քանի օր առաջ։ Արտաքին գործերի նախարարությունը աջակցում է այս հայտարարությունը, որում նաև նշվում է. Այս պայմաններում, երբ 2024 թվականի հունիսի 27-ի Եվրամիության խորհրդի եզրակացությունների հիման վրա Եվրամիության կողմը կասեցրեց Վրաստանի հետ երկխոսությունը բոլոր մակարդակներում, վրացական կողմը վերոնշյալ հանդիպումը դիտարկեց որպես Եվրամիության հետ շփվելու հնարավորություն, այդ թվում այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ մեր հասարակությունը հաճախ քննադատություն է լսում Բրյուսելից։ Վրացական կողմը զգալի նախապատրաստական աշխատանքներ է կատարել Եվրամիության կողմին օրակարգային հարցերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն տրամադրելու համար։ Եվրամիության կողմը հետաձգեց հանդիպումը բացարձակապես անընդունելի եւ անհիմն պատրվակով։ Բրյուսելը պատրաստ չէ լսել վրացական կողմի հիմնավորված դիրքորոշումները։ Վրացական կողմը հավատարիմ է կառուցողական մոտեցմանը եւ կարծում է, որ գործընկերների հետ հարաբերություններում երկխոսությանը այլընտրանք չկա, ասվում է արտաքին գործերի նախարարի հայտարարության մեջ։ Խորհրդարանի նախագահը արձագանքում է Վրաստան-Եվրամիություն երկխոսության հանդիպման հետաձգմանը։ Առանց ճշմարտության հարգանքի եւ քննադատության հանդեպ բաց լինելու Եվրոպա գոյություն չունի։ Այս մասին գրառել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին սոցիալական ցանցում։ Նրա խոսքով Բրյուսելը խուսափում է երկխոսությունից։ Զարմանալի չէ, որ Բրյուսելը խուսափում է երկխոսությունից, հատկապես այն հարցերի շուրջ, որոնց մասին եթե հարցնենք, ամենաշատը պիտի ասելիք ունենային։ Պատճառը պարզ է, երբ քո դիրքորոշումները կառուցված են կեղծ նարատիվների եւ ապատեղեկատվության վրա, ապա շատ լավ գիտես, որ ցանկացած փաստարկված քննարկման ժամանակ այդ կեղծ կառուցվածքը կփլվի ճշմարտության առաջին իսկ խոշկի շփման պահից։ Առանց ճշմարտության հարգանքի եւ քննադատության հանդեպ բաց լինելու Եվրոպա գոյություն չունի։ Վրաստանի կառավարությունը զգուշությամբ հետևում է, թե ում ենք գումար տալիս։ Մենք փնտրում ենք քաղաքացիական հասարակությանը գումար փոխանցելու եղանակներ առանց նրանց վնասելու։ Եվրահանձնակատար Մարտա Կոսիսն է հայտարարել, այս հայտարարությունը ակտիվ քննության թեմա է։ Իշխող թիմի անդամները նշում են, որ սա ուղղակիորեն խոստովանություն է, որը նրանք մտադիր են միջոցներ ներգրավել անօրինական ճանապարհով։ Տերնոպոլի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 10 մարդ, վիրավորվել 37-ը։ Քաղաքացիները մնացել են փլատակների տակ։ 2 հարկանի բնակելի շենքեր են վնասվել։ Լուսաբացին Ռուսաստանը հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքելով հարձակվել է Ուկրաինայի վրա։ Զելենսկու խոսքով Ռուսաստանը Ուկրաինայի է արձակել 470 անօդաչու թռչող սարք եւ 48 տարբեր տեսակի հրթիռ։ Այն նաեւ ավիահարված է հասցրել Խարկովին։ Քաղաքում վիրավորվել է տասնյակ մարդիկ, այդ թվում երեխաներ, վնասվել են էներգետիկ օբյեկտներ, տրանսպորտային եւ քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Ուկրաինայի գերագույն հակակոռուպցիոն դատարանը նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չեռնիշևին դատապարտել է 60-օրյա նախնական կալանքի։ Չեռնիշևը Էներգոատոմ պետական էներգետիկ ընկերության շուրջ կոռուպցիոն սկանդալի դեմքերից մեկն է։ Նա հերքում է կոռուպցիոն սխեմային իր մասնակցությունը։
Որոշ տաքսու վարորդներ ազատվել են տուգանքներից, սրանք այն վարորդներն են, ովքեր մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը տաքսի ծառայություններ են մատուցել առանց թույլտվության կամ թույլտվության պայմանները խախտելով տուգանվել են։ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ պայմանավորված տուգանքները մեծանում են, որոշման պատճառը մտահոգիչ վիճակագրությունն է, փոփոխությունները խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովին ներկայացրել է ներքին գործերի փոխնախարարը։ Ալեքսանդրե Դարախվելիձեն նշել է, որ Վրաստանը ճանապարհատրանսպորտային պատահարների առումով Եվրոպայի առաջին երկրներից մեկն է։ Նրա խոսքով տուգանքների բարձրացման նպատակը կանոնների խախտումների կանխարգելումն է, քանի որ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացության հիմնական պատճառը արագության գերազանցումն է։ Չինական Huawei տեխնոլոգիական ընկերությունը վրացական դպրոցներին կօգնի կազմակերպել խելացի դասընթացներ։ Այս առումով կրթության նախարարը խոսել է ընկերության փոխնախագահի հետ հանդիպման մասին։ Նրան ծանոթացրել են Huawei-ի կողմից տարբեր երկրների կրթական հաստատություններին առաջարկվող վերջին գյուտերին և նորարարական նախագծերին։ Մոտ ապագայում չինական ընկերությունը Թբիլիսիի դպրոցներից մեկին անվճար կտրամադրի նման դասարան կազմակերպելու համար անհրաժեշտ սարքավորումները։ Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ձերբակալել է 4 անձի պետբյուջեի խոշոր չափերին վնաս հասցնելու համար։ Մեղադրվում են միջոցների խարդախությամբ յուրացման, խարդախությանը օժանդակելու, կեղծ պաշտոնական փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու մեջ։ Հետաքննչյան տվյալներով ձերբակալված անձիկ շինարարական ընկերություն թիվ 1 ՍՊ-ի ղեկավարները հաղթել են Վրաստանի տեխնիկական համալսարանի կողմից 2020 թվականին հայտարարված մրցույթում։ Մրցույթի ընդհանուր արժեքը կազմել է 6 միլիոն 632 հազար 130 լարի։